Ես մի քանի գործառույթ եւ ծրագիր նշեցի, որոնք արվում են, հիմա դուք նշեցիք ամեն նախարարացումա, որ բան արվում, բայց ես շատ կոնկրետ նշեցի, թե ինչ արվում, որպեսզի մենք նմանատիպ խնդիրներ չունենանք։ Այս պայմանությամբ միջին մակարդակը 1900.23 մետր է։ Եթե չեմ սխալվում, պարոն Ազյանեսը, այս պահին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 14 սանտիմետրով պակաս է։ Այսօրվա դրությամբ 17 սանտիմետրով պակաս է։ Բայց շատ կարևոր է համեմատականներն անելու ժամանակ հաշվի առնենք պայմանները տվյալ տարվա եւ տվյալ ժամանակահատվածի։ 2024 թվականը աննախադեպ ջրառատ տարի էր, հիշում եք, մենք նույնիսկ հեղումներ ունեցանք Լոռիում եւ այլ մարզերում, ջրամբարների բավականին բարձր լցվածություն ենք ունեցել եւ 2025 թվականի արձանագրված ցուցանիշը տվյալ օրվա կապ ուներ 2024 թվականի հեղեղումների եւ ջրառատ տարի լինելու հանգամանքի հետ։ Սևանա լճի ուղղությամբ նախ գիտեք, որ օրենսդրական սահմանափակում կա օրենքով, որ 170 միլիոն խորանարդմետրից ավել չի կարելի օգտագործել ոռոգման նպատակով։ Վարչապետի կողմից էլ կա հանձնարարական, որպեսզի այս տարի խստագույնս անենք ամեն ինչ, որպեսզի այդ ցուցանիշը չանցնենք։ Ձևավորված աշխատանքային խումբ կա, այս ուղղությամբ մենք աշխատում ենք մեր գործընկերների, ջրային կոմիտեի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որպեսզի հնարավորինս արվի ամեն ինչը, որ 170 միլիոն խորանարդմետրը մենք չանցնենք։